Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստան Դաշինքի падգամավոր Գառնիկ Դանելյանին, ողջունում եմ ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերեցնելու համար, շուրջ տարուց ավել է չենք զրուցել, պարոն Դանելյան, անընդհատ չէր ստացվում մեր հանդիպումը, ցավոք չէր ստացվում, այս անգամ լավ է, որ ստացվեց հանդիպումը եւ մանավանդ ամսի 16-ից հետո, երբ ասելիք կոնկրետ կա Եվ Հայաստան Դաշինքը, այսպես ասած, մեծ շուկով միջոցառման հանդիսությամբ ներկայացրեց իր վարչապետի թեկնածուին Ռոբերտ Քոչարյանին այս պարագայում եւ Դաշինքի ձևավորումը հետեւյալ կերպ տեղի ունեցավ առաջ կուսակցությունը եւ հայեղափոխական դաշնակցությունը դաշինք կազմեցին եւ այդ դաշինքով էլ կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ինչ նոր տանդեմ է սա, ինչպես է գնահատում։ Իհարկե Սևակը Խաչատրյան, ով հանդիսանում է առաջ կուսակցության նախագահը, միշտ էլ ձեր թիմի հետ ակտիվ գործակցության մեջ է եղել, իսկ հիմա ինչ նպատակներով ու տեսլականով եք գնալու դեպի ընտրություններ։ Նախ շնորհակալ եմ նորից էլի հրավերի համար, ասեմ, որ մեր համագործակցությունը երկար տարիների փորձ ունի եւ նաեւ ամրացել է հենց այդ պայքարի թոհու բոհով անցնելով ընտրական վերջին ընտրական process-ներին, ինչպես գիտեք, Էջմիածին Վաղարշաբաթ, Էջմիածնում Վաղարշաբաթ խոշորացված համայնքում միասին հանդես են եկել ընտրություններին եւ բավականին տպավորիչ ցուցանիշներ ա եղել եւ այդ առումով կարծում եմ, որ շատ տրամաբանված է մեր դաշինքային ձևաչափով հանդես գալ եւ կարծում եմ, որ մեր համագործակցությունը կտա իր պտուղները, այսպես ասած։ Պարոն Դանելյան, տեսեք, 2021 թվականին ձեր դաշինքը հավաքեց մոտ 270,000 քվ։ Այո։ Բնական է, որ ձեր համակիրների բանակում այո կան այն հաստատակամ մարդիկ, որոնք շարունակում են մնալ ձեր կողքին, բայց նաև ձեր ընտրողների բանակում նոսրացումներ էլ եղան, մտածելով, որ 21 թվականին, եթե դուք չհաջողեցիք եւ Նիկոլին չհեռացրեցիք, ապա այսօրվա դրությամբ կա այդ միտումը, որ այլևս ձեր օգտին չեն քվեարկելու։ Ինչ հարաբերակցություն է այստեղ, դուք մոտավորապես ինչ կանխատեսումներ ունեք, վերջերս անդադ սոցիոլոգիական հարցումներ են անում, ամեն մեկը միտեղ պատվեր է տալիս, ասում է ես եմ անցնում եմ, մեկը չի անցնում, Նիկոլը դե որ թողես, ասում է ես 60-70%-ով հաղթելու եմ, որոշ ձեր ընդդիմախոսներ ասում են, որ Հայաստան Դաշինքը չի հաղթահարելու 3%-ը, ինչ ասես լսում ենք այս օրերին, կուզեի ձեր տեսակետը լսեի այս մասով, պարոն Դանելյան, դուք ինչ կարծիք եք։ Ուրեմն հետևյալը կարող եմ ասել, այս ամբողջ պայքարի ընթացքում ընտրություններից հետո պայքարի տարբեր process-ներ են եղել եւ այդ պայքարի առաջնագծում եղել ենք մենք եւ այդ առումով որոշ մարդիկ միգուցե ունեն, այսպես ասած, հիասթափություններ, ունեն սպասելիքներ, որ մենք կգանք իշխանության, դա կներեք այդ բառի համար պատեհապաշտ մարդիկ էին, որոնք որ շահեր ակնկալիքներ որոշակի շահեր ակնկալիքներ ունեն, բայց դրանք մեծ տոկոս չեն կազմում ու չեն կազմում։ Հիմա այս ընտրական process-ների նախաշեմին ասել, որ մեզ ձայն տված մարդկանցից չկան ուրիշ ճամբարներում, սուտ կլինի, կան, բայց դրանք կրկնում եմ, քիչ են, բայց ես ուզում եմ ուրախությամբ նշել, որ նոր ավելի եռանդուն, ավելի, այսպես ասած, երիտասարդ ու ավելի տոկուն մարդիկ ներգրավել են մեր, այսպես ասած, թիմի մեջ, շուտով դրանցից շատերին դուք կտեսնեք քաղաքական ասպարեզում եւ առհասարակ նույն մարզերում էլ օրինակ ես Տավուշի մարզից եմ, ինքս էլ տարբեր մարզեր այցելում եմ, շատ ու շատ երիտասարդներ, շատ ու շատ կարող մարդիկ, որոնք որ ունեն նաև մարդիկ, որոնք անցած ճանապարհ ունեն, գիտելիքներ ունեն, փորձ ունեն, իրենք էլ ներգրավում են մեր թիմի մեջ, որոնք որ 21 թվին
չեն ներգրավել մեր թիմի մեջ, թիմում թարմացումներ են տեղի ունենում եւ առաջիկայում դրա ականատեսը կլինեն մեր հայրենակիցները։ Այսինքն այդ առումով մենք շատ մտահոգվելու բան չունենք։ Գիտեք, որ նույն հայեղափոխական դաշնակցությունն էլ ունի կայուն էլեկտորատը, այն որ ասում է դաշնակցականի նախկինը չի լինում, մենք սենց Ձերը միշտ կա, հա, մի քանակ կա, որ դա հույդայի ընտրազանգված։ Այո, դրանք մեր ընկերներն են, որոնք այս տարիների ընթացքում էլի բռնաճնշումների եւ հալածանքների մեջով անցնող թրծված մարդիկ են, իրենց սկզբունքները երբեք չեն փոխում, ամուր կանգնած են եւ հենց այդ մարդիկ էլ հիմքն են ու հենասյունն են մեր պայքարի։ Տեսեք, պարոն Դանելյան, մենք այսօր տեսնում ենք, որ իշխանությունը, իդեմս իր առաջնորդ Փաշինյան Նիկոլի, սկսել է քարոզարշավը։ Փաստացի սկսել է քարոզարշավը։ Մեր նախնական զրույցի ժամանակ էլ խոսեցինք, որ անունը դրել է, որ իբր թե գնում է հանդիպի իր կուսակցության ակտիվի հետ, բայց բնականաբար շատ լավ գնում ժողովրդի հետ հանդիպում է, քարոզարշավ է անում եւ մենք տեսնում ենք ինչ զազրելի տեսարաններ են մատուցում մեր ժողովրդին, մեր ընտրողներին եւ այդ պերաշկին, կուկուրուզը եւ այլն եւ ամեն օր սկսել է այս մարդը կամերայի առջև մի բան ծամել։ Հակահիգիենիկ տեսարաններ։ Այո, մի բան ծամել։ Հիմա տեսեք, նույնիսկ այդ իրենց քարոզիչներ են Չախոյաններ, Մախոյաններ եւ այլն ասում են անգամ Նիկոլ Փաշինյանի կերած պերաշկին կամ եղինջով ապուրը ավելի լուրջ օրակարգ է երկրում ձևավորում, քան թե այդ ընդդիմադիրները, որ ոչ մի բանի պետք չեն։ Ես իրենց տեսակետն եմ էլի ասում։ Հիմա ես ուզում եմ իմանամ, մեր ընդդիմությունը այս պարագայում ձեր բլոկը առանձին է, բայց արդեն ձևավորվում են տարբեր ընդդիմադիր բլոկներ, չէ՞։ Մենք դրան հակընդդեմ, դրան հակառակ օրակարգ սպասարկելու ինչ ծրագիր ունենք, էլի, որ սրա եղինջով ապուրը իսկապես չդառնա օրակարգ կամ իրա կրծած պերաշկին, հասկանում եք։ Նախ ես ուզում եմ ասել, որ տեսեք, նույն տարբեր սոցիալական հարթակներում, TikTok-ներում, այլ հարթակներում կարող է բարձր դիտելություն ունենա ամենատխմար կամ ամենահիմար, չգիտեմ, շարժումն ու կամ արտահայտությունը։ Դա այդ դիտումները կամ այդ գժությունները բան չեն փոխում։ Իրական գետնի վրա հետեւյալը կա, երկիրն ունի անվտանգային խնդիրներ, սոցիալական խնդիրներ, լիքը պրոբլեմներ, շատ հազարավոր պրոբլեմներ կա։ Գնում ես մարզեր, այցելում ես մեր հայրենակիցներին, նույնն է նաև Երևան քաղաքում եւ խնդիրները շատ ու շատ են։ Արցախցիներ, որ ամեն այս արհավիրքի մեջով անցնելով անտուն, գաղթական եւ այլը, այսինքն էլի շատ ու շատ խնդիրներ, այս ընթացքում իրենք այդ ուրախ ավտոբուսի մեջ, էքստազի մեջ ընկած sense բան են անում, տժժում են, այսինքն տժժում են, ուրախանում են, ինչի վրա են ուրախանում, ես չեմ կարող հասկանալ։ Հերիք չի մեր երկրի ներսի խնդիրները, գումարած տարածաշրջանը կրակների մեջ է, տարածաշրջանը այրվում է, մեր կողքին մեր շուրջը տեսնում ենք ինչա կատարվում, դա էլ իդեպ ազդակա էլի, ոնց որ քո հարևանի տունը հրդեհվի, պաժար ընկնի կամ սուք լինի, դու քո տանը ուրախ թռվռաս, ասենք դա նույնն է, էլի համեմատությունները նույնն է։ Եվ իդեպ նաև այդ իրանց այդ բաներն է, Հայաստանի քարտեզը այդ դոշին բան արած, Արծվաշեն էլ չկա էլ արդեն Արծվաշեն։ Այն առաջ մի հատ փոքր բան կար, հետո չկա։ Այդ Արծվաշեն էլ չկա արդեն, Արծվաշեն էլ տվեց այս ընթացքում բրծավ երևի։ Դրանից առաջ են որ գնում էր սահմանադրական բարեփոխում էր ինչեր անում դնում Արցախը կար, հիմա Արցախը չկա, տարածքը փոքրացավ, Արցվաշեն չկա, ինչ։ Սահմանադրական որ հանրաքվեր են անում, բարեփոխում են անում, ինչ են անում, անձնագրեր էին, չէ՞, դրա վրա Հայաստանը Արցախի հետ էր։ Հիմա կամաց կրճատում։ Հետ ասեց հանրագիտարանը, կարդացել եմ, ասեց հանրագիտարանը ոնց որ չափսերը ինչի Հայաստանի, պիտի միջել ընդ փոքրանա, միջել ընդ, ասենք ամեն մի մարզ գնալով այդ Հայաստանի սահմանը sense քիփլիկանում է, փոքրանում է ու քարտեզի բանը փոքրանում է, էլի, այսինքն այդ պիտի մեր հայրենակիցները հասկանան, որ այս ապիկարի վերարտադրությունից հետո այդ ես ոչ թե վախեցնելու համար եմ, Հայաստան չի լինելու Հայաստան։ Հիմա Արցախի վերադարձ իրավունքից չի խոսում, Ադրբեջանը այնտեղ պետական մակարդակով փողը տալիս է, որ Արևմտյան Ադրբեջան այդ բանին ՀԿ-յա եսի մի զահուլման է դրանց բան անի, ֆինանսավորի։ Գոռում էին, որ տես բան չկա, հետո հաստատեցին, որ Ադրբեջանի ֆինանսավորում է, կառավարության ֆինանսավորում է։ Ամեն օր էլ Ալիևը ընդից հաթաթ է տալի, որ հայերը պիտի անդադ վախեցած ապրեն, հայերը պիտի վախի մեջ ապրեն։
Ինչ հասենք պետք է դել անեն։ Ինքնիշխանությունից է խոսում, դες տա գետը։ Ալիևի բաժու սահմանադրությունն է փոխում։ Անկախության հռչակագիր է հանում։ Հեսա փոքրին այլ ադրբեջանցիներին վերարտադրությունից հետո, եթե Աստված մի արած է վերարտադրվի, ես հուսով եմ որ լավ կլինի, ադրբեջանցիներին բերից թե բնակեցնի, ցուցակով կա, այսքան մարդ Տավուշ, այսքան մարդ Սյունիք, այսքան մարդ Երևան, այսքան մարդ այնտեղ, այդ մեր հայրենակիցները հետ են ուզում։ Պետական պարտք ավելացրել արդեն 14 միլիարդից ավելացրել է։ Ամեն քառորիա բերում են 250 միլիոն եվրո վարկ ենք վեկալում, այսքան վարկ ենք վարկեր։ Թոշակառուների աշկին է թոզա փչում, բա տեսավ բյուջե քննարկման, ասիկ թոշակառուին բանկա այդ բյուջեմ նախատեսված։ Ասես չէ, ինչ բյուջեմ նախատեսված բան։ Մենք որ միլիարդներով պարգևատրություն չտանք, էլի 1000 դրամ կարող է ավելանա թոշակառուին, դա էլ ասում 10000 դրամ տանք թոշակառուին, ինչ անի։ Մոռացել են այդ թոշակառուները ինչ էր ասում։ Հետո տեսավ ինչ է։ Էլի պարտքը հիմա ավելացնում է, գները թանկացել է, ասում լավ է 10000 դրամ այդ ընտրաթոշակը տամ, թող մենակ թե ես վերարտադրվեմ, բայց ընտրակաշարք է, դա կոնկրետ ընտրակաշարք է դա։ Հա, ընտրաթոշակ եմ ես դրել դրան։ Հա, կամ ընտրաթոշակ։ Հիմա տեսեք, պարոն Դանելյան, Հայաստան ասում եք չի լինելու, հա, ես էլ գիտեմ, որ մենք դառնալու ենք Արևմտյան Ադրբեջան, եթե սա վերարտադրվեց։ Հիմա այդ ինչու եմ ասում այդ քարոզչական թեզերը, մեր ընդդիմությունը պետքա շատ ավելի լուրջ եւ ակտիվ իրականացնին, որ ասի հարգելի քաղաքացիներ, հարգելի ժողովուրդ, եթե դուք սրանց ընտրում եք, սա հասարակ ընտրություն չի։ Իհարկե։ Սա այն օրը մի լավ բան ասին, հանրաքվեի պես բան է։ Եթե դուք սրանց ձայն եք տալիս, դուք ձայն եք տալիս Արևմտյան Ադրբեջանին, եթե ընդդիմությանն եք ձայն տալիս, այն նորմալ ընդդիմության մասին է, այլ է խոսքը ոչ թե իր կեղծ սաթելիտները, որ շուրջ բոլորը հավաքվել են։ Տալիս եք Հայաստանի Հանրապետությանը, այսա ոնց հասկացնենք։ Դուք տարիներ առաջ կպատկերացնեիք, որ օրինակ Ալիևից կախված է Հայաստանի ընտրությունները ով պիտի հաղթի։ Բանը, տարիներ առաջ 18-ից արդեն մտածել են, որ կարա լինի եւ 18 թվականին անգամ Ես դրանից առաջ եմ ասում։ 18 թվականին անգամ մենք մտահոգություն ունենք, որ մենք ինքնության եւ իրականում անկախության խնդիր ենք ունենալու որպես պետություն։ Հիմա ես մարդը ահաբեկի չի գործելավոճով, ահաբեկիչը ոնց է, ահաբեկում է ժողովրդին։ Այո։ Ասում է, ես չլինեմ, ասում է, պատերազմ անելու։ Որ դու եղել ես, Արցախը կորցրել ենք։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները Ադրբեջանի օկուպացիայի տակ է։ Այդքան փայլուն երիտասարդներ ոսկե սերունդ տարել ես հողի տակ ես դրել, երրաբլուրը երրապատկել ես։ Դու որ եղել ես աղքատությունը ծփում այս երկրում։ Դու որ կաս, ոչ մի երկիր մեզ լուրջ չի ընդունում, ոչ մի ժողովուրդ մեզ նորմալ չի նայում։ Ասենք որ գնում ես տարբեր երկրներ, Այն մեր հայրենակիցների հետ եմ շփվում։ Ասելա դարել ենք ես ին որ երրորդ կարգի։ Ծիծաղելի մենք։ Հա, բան էլի ասում, մենք ծաղ ու ծանակի առարկա ենք դարել ամբողջ աշխարհում։ Ինքը որ Աստված մի արած վերարտադրվեց, մեր ամենաբարձր վստահելիությունը հեղինակություն վայելող հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդելու այս մարդը, քանդելու այս մարդը։ Դե մեկնարկը Սա շատ པարզ է, սա շատ པարզ է։ Էլ չեմ ասում, ասեցինք դրա մասին, այս, չգիտեմ, հիմա հեցի մասին է խոսակցություն գնում, որ դա թուրքական պրոյեկտի մաս է կազմելու, էլ չեմ ասում մնացած ռեպրեսիաների մասին, չեմ ասում քաղաքական բանտարկյալների մասին, չեմ ասում այդ քրեակատարողական հիմնարկներում, որ երեք էլի մարդեր կախվել, էլ չեմ ասում տնտեսական վիճակի մասին։ Բանը հանցագործությունների աճի մասին, սարսափելի վիճակ է։ Մարդասպանություններ, ռազմբոյներ, էլ չեմ ասում թմրանյութերի մասին, թմրանյութի բոլորի ձեռքում զենք կա։ Չեք տեսնում։ Թմրանյութ, նարկոտիկ ու զենքը։ Արդեն կրթական հաստատություններ ա մտել նարկոտիկը։ Ամեն փողոցում, ամեն բակում զակլատ կա նարկոտիկի։ Երիտասարդությունը նստած է խաղամոլության, թմրամոլության մի մաս է։ Բայց հատուկ արեցին, պարոն Դանելյան։ Իհարկե։ Հատուկ արեցին, որ այդ թմրեցնեն, այդ թմբիրի մեջ պահեն եւ մարդը իր ընդվզումը չկարողանա արտահայտել, որտեղ ներողություն էշացման process-ում է։ Հիմա ես ուզում եմ մեր հայրենակցին ասեմ, այս իրավիճակից գոհա։ Գոհա սենց ղեկավար ունենալով, սենց ղեկավարություն ունենալով գոհա։ Երկիրը կառավարում է ուրախ ավտոբուսի մեթոդներով։ Ուրախ ավտոբուսը ոնց այն բուֆերը ձեռը որ ցկցկալա, ման են գալիս, սրտիկ են անում, եսի ինչեր են անում, ինչ են կարծում, ինչ են անում, չգիտեմ։ Այդ ձևի կառավարություն, ամբողջ է, դե տեսնեք, իշխող։ Մեր խնդիրը այդ մեկ ավտոբուսն է։
Դե հիմի ես ուզում հասկանամ, եթե մարդիկ այսքան աղետից հետո, այսքան արհավիրքից հետո եւ սպասվող արհավիրքից հետո, սպասվող արհավիրքի վտանգները տեսնելով, չգիտեմ, ձեռները կգնա իրան քվետան, ես էլ ասելու բան չունեմ։ Պարոն Դանելյան, այ տեսեք, 21 թվականից այս կողմ անընդհատ կրկին այդ սոցհարցումները արվել են եւ մեր ժողովրդի մեջ կա մի զանգված, որը կողմնորոշված չի։ Այդ մարդիկ չեն հասկանում իրենք այս կյանքից ինչ են ուզում։ Ես չգիտեմ, իմ համար մի փոքր տարօրինակ է, որ մարդ կարող է անտարբեր լինել իր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, երբ որ դու այդ երկրում ես ապրում, ամեն օր տնից դուրս ես գալի, չգիտեմ, երեխա ունես, դպրոց ես ճանապարհում կամ ինքդ ես աշխատում, հա, չի կարող մարդը այս սոցիումի մեջ, այս երկրի լինի անտարբեր։ Դա երևի ես Անտարբերությունը ես ավելին ասեմ, ամենամեծ չարիքն է։ Այո, լինել անտարբեր, բայց հիմա այդ անտարբեր խավին ակտիվացնելու, իրապես ակտիվացնելու եւ այս այդ ընտրական process-ներ բերելու, որ ինքը տնից դուրս գա գնա ընտրության, գոնե ես միշտ ասում եմ, եթե անգամ չեք իմանում ինչ անեք, գոնե գնացեք այդ թուղթը փչացրեք, վատ բան եմ ասում, բայց շատ կարեւոր է, որ մարդիկ գնան ընտրության։ Պետք չի փչացնել։ Դե ծայր դեպքում եմ ասում։ Եթե ձեզ ընդհատեցի, պետք չի փչացնել, պետք է գնալ ում որ հավատում են իրանել քվետան։ Մեզ չեն ուզում, ուժեր կան թող նրանց ընտրեն։ Չէ, խնդիրը որ Նիկոլին ձայն չտան։ Այդ եմ ասում։ Դրանց պիտի ձայն չտան։ Իրանց պիտի ձայն չտան, ընդդիմադիր որ բևերին ուզում է թող գնան քվետան։ Եվրոպական երկրներում, զարգացած երկրներում առհասարակ, ընտրությունների մասնակցելը դա քննարկման ենթակա չի, պիտի գնան մասնակցեն Շվեդիայում էի վերջերս, իրանք զարմացած են 90%, 80%-ից ավել 90% համարյա որտեղ շատ բարձր քաղաքացիական գիտակցություն ունեն, այո, շատ իհարկե, եւ հետեւյալը ասեմ, ամեն ինչը համեմատության մեջ է, ես չեմ ասում թե ընդդիմությունը իդեալական է, սխալներ չի արել, բանա հրաշքա, չէ, մենք էլ մեր սխալներն ունենք, որի համար նաև մեր սխալների համար ամոթ չենք անում ու ներողություններ խնդրենք մեր սխալների համար։ Այն մարդկանց, որ հույսը կապել են, հավատը կապել են, որոշակի առումով հիասթափվել են, ես չեմ լավ աշխատել, ես եմ ներողություն խնդրում։ Այսինքն խնդիր չկա այդ առումով, չենք ասում էլի մենք սենց բան երկնքից իջած թևներս ամպոտ բան սենց բան վիճակա մենք էլ իձա չէ, ամենևին տենց չի, բայց ինչի հետ ես համեմատում։ Պիտի համեմատության կարգով չէ մարդիկ գնան ընտրության։ Պիտի համեմատեն, չէ՞ տարիների ընթացքում որ մարդիկ են որ պայքարել են, կռիվ են տվել, բանտերում են հայտնվել, այս իշխանությունների հետ ճակատ կռիվ են տվել, վտանգների մասին ասել են, ահազանգել են, ասել ենք որ ինչ ասպասվելու մեզ։ Դե տեսեք, շատերն էլ ասում են ասել եք, մենք էլ դուրս ենք եկել փողոցներ, այդքան դիմադրության շարժում, ՀՓՇ, էս կոմենկոմ, բայց սրանք չկարողացան քանել։ Այն որ իրենց չեն կարողացել հեռացնենք, դա փաստ է, որ ես հիմա որ ասեմ, տենց չի, ոնց կլինի, ասենք, հիմա իրավիճակում։ Ուզում եմ ասեմ, այդ սեգմենտը կա, որ նաև հիասթափվել է, ասում ամեն ինչի մասնակցեցին, բայց ես մի բան ասեմ ձեզ, էլի, այն մարդիկ, որ մասնակցել են, պայքարների թողուբողով անցել են, իրավունք ունեն ասելու, իրավունք ունեն պահանջելու, բայց մարդիկ կա ոչ մի process-ի չեն մասնակցել։ Ավելի շատ խոսում են այդ մարդիկ։ Ձեր ցավը տանեմ, էլի հարց չկա, ոչ թե մունատ եմ գալի եւ այլ, հարց չկա էլի։ Բայց ընկերներ ջան, տանը նստած, դիվաններին նստած, կոմֆորտ զոնայում, չգիտեմ, Փարիզներում, Լոս Անջելեսներում, Մոսկվաներում, ինչ որ մի կոմենտ գրելով բանով, երկիրը չես կարալու փրկես։ Մեր ուժերը չի բավարարել, այնքան չի եղել, որ այդ կրիտիկական մասան լինի, որ մենք կարողանանք բան անենք։ Բայց այսօր հիմա Սրբազանը որտեղ է։ Մեր ընկերները որտեղ են։ Անազատության մեջ, մեկը տնային կալանք է, Սրբազան հայրը Բագրատ Սրբազանը անազատության մեջ է։ Եկեղեցու դեմ արշավ ա եղել, վերջը գիտեք մեր Սրբազանների դեմ ինչ միջև հիմա ինչ ճնշումների, ինչ բռնատությունների։ Դե շարունակվում են իրենց դատական process-ները, Բագրատ Սրբազանը դեռ բախում է գտնվում։ Ու չի բացառվում, որ Աստված մի արասի, բայց էլի այդ մարդկանց ինչ որ մի պահ էլի նորից այո, ոչ մեկ ոչինչ չի բացառում, այո։ Այսինքն իրանք գծեր չունեն, կարմիր գծեր չունեն։ Պարոն Դանելյան, տեսեք, Եվրամիությունից հայտարարությամբ հանդես եկան, բարի բուն իմաստով միջամտելով մեր ներքին կյանքին, մեր երկրի ներքին կյանքին, անմիջական միջամտություն ցուցաբերեցին եւ ասացին
առաջին, որ հիբրիդային պատերազմի դեմ Եվրամիությունը պատրաստ է իր դիտորդական խմբերը ուղարկել, որպեսզի իբրև թե գանձտեղ կարգ ու կանոն իրականացնեն, չհաշված նաև այն հանգամանքը, որ իշխող ուժը ԿՊ-ն պարբերաբար նաև ձեր դաշինքի առաջնորդին անընդհատ մեղադրում է ռուսական ագենտ, ռսի ստրուկ եւ ռսի Պուտինի, չգիտեմ ինչ, այսպիսի արտահայտություններով է ձեզ օծում այս դեպքում։ Այս ինչ է բա։ Դուք տեսել եք իր այցերը, Մարտհամեկի այցերը Ռուսաստան։ Ահա եւ ոչ ենք տեսել։ Որ անգամ եղանակի Աչն է համբուրում, հա։ Շնորհակալություն հայտնում բանանը, եսիմ ինչ ռևերանսներ են անում վերջին այցերի ժամանակ։ Հիմա հարց չի առաջանում, ասինքն ես չեմ ասում թե պետք է գնան դե կռիվ անեն բանանը, բայց պետք չի մեր ժողովրդին մոլորության մեջ գցել։ Բայց հիմա փաստացի Եմն ասում է ես պետք է գամ միջամտեմ քո ընտրություններին։ Հիմա գանք դրան։ Ասենք թե եթե Հայաստանի ներքին գործերի միջամտում է Եմեն կամ միջամտում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա օքեյ է։ Այսինքն եմ ասում ոնց է օքեյ։ Բան է, պետք է մենք այդ կոնսենսուս ունենք, որ ոչ մի պարագայում մեր երկրի վրա պետք է տղա չբերեն ոչ մեկ։ Ոչ հյուսիսից, ոչ հարավից, ոչ արևելքից, ոչ արևմուտքից։ Պետք չի, դա ճիշտ չի։ Հիմա կարող է ինձնից մեկը նեղանա, մեկը ես ինչ եմ, բայց դա իմ համոզմունքն է։ Հայաստանի հարցերը պետք է բացառապես լուծվեն Հայաստանի հայ ժողովրդի գործողություններով եւ որոշումներով եւ ընտրություններով։ Ցանկացած միջամտություն է, կապ չունի որտեղից է։ Ինչ կապ ունի որտեղից է։ Այդ որ ասում են հիբրիդային պատերազմ, հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Ես օրինակ հիբրիդային պատերազմը, երևի որ հիբրիդային պատերազմ ասում կա Ֆիդանի հետ են, Հական Ֆիդանի։ Այսինքն ինչ էր ասում Ֆիդանը։ Ներողություն Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից թեկուզ այս Ադրբեջանի կողմից նախապայմանները շումները Ալիևը ինչ է հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում։ Դա էլ հիբրիդային պատերազմ։ Կարող պասերով հիբրիդային պատերազմ են խաղում։ Կարամ չես ենթադրեմ, որ պասերով հիբրիդային պատերազմ են խաղում։ Ասում են դու ընդից վախցրու, ես ընդեղից։ Ես ասեմ, մի հատ մի զիջեմ, մեկ էլ գա մի շաբաթ անցնի, մի բաներ զիջեմ, ասեմ, խաղաղություն է, այլևս խաղաղություն է, ասում է։ Բանը կրակոցներ չկան։ Հիվանդ ես։ 18-ից 20 թիվն էլ կրակոց չկար։ Ինչ եղավ։ Այս վատ աշխարհակաղակական իրավիճակում։ Ասիկ մենակ, չգիտեմ, էլի շեղվածը կարապանանի, որ մենք, չգիտեմ, բան ենք, կղզյակ ենք, օազիս ենք սենց, որ Հայաստանը բանը, հա, սենց ու տենց բան։ Բայց շատ կարևոր մի բան ասենք։ Այդ, որ ասում ենք կրակոցներ չկան, այդ բոլոր ամիսներին եւ այս տարվա ընթացքում հիշեք ինչքան զիջումներ է արել հայկական կողմը։ Ներողություն, բայց կրակոցներ քանի պատերազմ է բերել, սա 4-5 պատերազմ է բերել, արհավիրք է բերել, Արցախի Նիկոլ Փաշինյանը պատերազմի հոմանիշն է, ներողություն։ Հիմա էլ Հայաստանի տարածքում ամրաշինական աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները, ելի մեզ խափելով ասելով, գիտեք ինչ կա, սահմանազատում սահմանագծում է։ Այդտեղ 1.5 տարի է անցել։ Ինչ է ստացել Ադրբեջանից։ Ադրբեջանը մի սանտիմետր տարածք է զիջել, հա։ Կամ մեր սուվերեն տարածքներից դուրս է եկել։ Չէ։ Բախեք խափում ասում, բայց կիրանցում տանք, այս անդեղ կստանանք, ինչ է կստացել։ Թե սպասում եք ընտրությունները վերջանա, որ էլի տան, ու դրա պատասխանատվությունը այն մարդունն է, որ գնալու է իրան ընտրի։ Ինքն էլ իր հետ ինքը ինչ ասում, ես մեղավոր չեմ, ինձ ընտրել են։ Ես մեղավոր չեմ, որ գնում եմ եկեղեցին, ուզում եմ քանդեմ։ Ինձ ընտրել են, որ եկեղեցին քանդեմ։ Ինձ ընտրել են, որ տարածքները տամ, ինձ են դուք ինքը պատասխանատվությունը, մեղավորությունը իր ավրից գցում է։ Ոնց որ այդ տարածքների գցում է ժողովրդի վրա։ Ոնց որ կիրանցում, չէ, փողերը բաժանեց, ասեց ես ինչ մեղավոր եմ։ Տեսեք, պարոն Դանելյան, նախկինում այդ 21 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա չէր ասում, որ պիտի Արցախը հայաթափվի, որ Երևանի պատերազմ, ասում էր նշաձողը պիտի իջնի։ Բայց դրանից առաջ անջատում անում փրկության։ Անջատում անում փրկության։ Տեսեք ինչ էր եղավ, ինչ էր տեղի ունեցավ, եւ ջերմուկի վրա հարձակումը եղավ, եւ ասենք այդ քանի պատը, եւ 23 թվականին Արցախի հայաթափումը, այդ խայտարակ ցեղասպանությունից մի կերպ մազապ։ Այդ վաղ ինչ էր ուտում։ Այդ վաղ աջապսանդալ էր ուտում, ինչ էր։ Անդիմությունը տեսեք այդ ժամանակ ասում էր, որ այ երբ որ դու
այն ժամանակ ասած լինեիր 21 թվականին, որ դու գալու ես այս ամեն ինչը անել, որ ասեիր, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ եւ այսպիսի գործողությունների գնալ, այս ժողովուրդը քեզ հաստատ այդքան քվե չէր տալ, բայց հիմա գիտեք ինչ է անում։ Հիմա շատ լուրջ ասում է ինչ անելու։ Ասում է մեզ պետք չի այս ամեն ինչը։ Արցախցիները պիտի ստեղ մնան, վերադարձի մասին խոսույթը պետքա մենք հանենք, չէ՞, օրակարգից։ Անկամ Եվրախորհրդի ամենաբարձր ամբիոնից է ասում։ Եկեղեցականներին, հոգևորականներին, առհասարակ մեր եկեղեցու նկատմամբ հարձակումները ձևակերպա, որ KGB-ի գործակալների դեմ ինքը պայքար է մղում։ Ասում է մարդը, որ այդ հարձակումները լեգիտիմ են իր կողմից, այսպես ասած։ Ասում է հռչակագրի դրույթը պիտի հանեմ սահմանադրությունից, որովհետև դա պրովոկացիա է անում, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը խաթարվի։ Մարդը հիմա ամեն ինչ ասում է, պարոն Դանելյան, որ վաղը մյուս օրն էլ ասի, որ բանա, ես ասել եմ ընտրեցիք ինձ էլի, ինչ եք ուզում, ես լավ եմ անում։ Չի ասում։ Դե համենայն դեպս այս մի քանիսը հաստատ ասում է։ Միշտ էլ խափելա, լկտի ստելա, իշխանափոխությունից էլ հետո էլ կպարզվի թե ում ազդեցության գործակալն է ինքը, դա քննությունը կպարզի, եւ ես ուզում եմ ձեզ հետեւյալի մասին ասել, էլի 18 թվին ինչ էր խոսում եւ 20 թվին ինչ է խոսել, 21 թվականին ինչ է խոսել, այս մարդը օրվա մեջ է բանանում հակասական իրարից հակասական բաներ ասում։ Իրար տրամաբանորեն հակառակ բաներն ասում։ Հիմա միջև սահմանադրությունը ասում էր, դե մենք բան կոստյումը հագել էր, որ ասում էր կոստյումը հագել էր, լավ էլ այդ կոստյումը ֆրֆռում էր։ Հետո եկել ասում է, դե սահմանադրության փոփոխություններ, բայց դե նրա հետ կապ չունի, բայց դե պիտի ասում է հռչակագրի այդ բանը հանենք, ասում է։ Հասկանում եք։ Նույն Միսկի խմբի Դե հստակ է ասում, որ դա պետք է հանենք, որովհետև կոնֆլիկտայնություն է առաջացնում։ Հետո ինչ ասեց, սենց հերվից է գալիս, էլի, ցեղասպանության հետ կապված մի հատ հասկանանք, մի հատ անունները, մի հատ չգիտեմ, տեսնենք հլա ինչ է կատարվել, հլա մի հատ տենանք ով ում է ցեղասպանել, բան սենց, էլի իմաստ էր, որ նաև տարբեր ուրեմն ինստիտուտներ, նույն Լեմկինի ինստիտուտը հստակ գնահատականներ տվեցին իր բանին ասելով, որ սա ցեղասպանության ժխտման փաստացի օրինակ է։ Հետո տես լսեցնելով, հետո լսեցիք, որ նաև արխիվային փաստաթղթեր են այրվել այնտեղ, բան մենք էլ գնացինք այդտեղ, հասանք տեսանք արդեն մոխրացած են եւ այլն։ Եվ հիշում եք, որ Քոչարյան Անդրանիկը ասում էր պետքա գույքագրենք։ Այո, գույքագրենք, հասկանանք անուն ազգանուններով։ Հա, թե ինչ, հիշում եք։ Այո, այս սա բանը այդ մարդկանց կամանց ուղեղների վրա ազդելու, ես սա կգամ դրան էլի կատեսնելու։ Հետո հիմա արդեն ինչ եք տեսնում, ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենին հանում են աշխատանքից գիրք նվիրելու համար Վենսին, որ ինչ մամուլի անդրադարձը, Ամերիկայի մամուլի անդրադարձը ցեղասպանության ժամանակ։ Արցախի հիմնախնդրին վերաբերող գրքի գիրք նվիրելու համար։ Ասում են, սկե այդ չի եղել, իմ տեղեկություններով այդ ցեղասպանության։ Դե Սրիկան ասաց Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ գիրք։ Ինքը բան է անում, բայց այդ էլ արդարացում չի, ինչ կապ ունի։ Հիմա ինչ անենք, մեր պատմական հիշողությունը ջնջենք, թե դու տգետդ ինչ որ բան ես ուզում, ինչ որ մեկին սապնվես համապատասխան տեղը տեղավորվես Էրդողանի կամ այլն։ Դե ինչի ասում է հոգևորականները պատարակների ժամանակ քարոզ են անում Արցախ, դա պրովոկացիոն հայտարարություն է, հասկանում եք։ Հավանաբար կարող ասի պրովոկացիոն հայտարարություն է, որ ասում ենք օրինակ Հայաստանը պիտի սուվերեն եւ ինքնիշխան լինի։ Կարասի դա պրովոկացիա, դա գրգռում է։ Կամ ասենք խոսքի օրինակ մենք որ երկենք Արցախի մասին, երկենք ասի դա պրովոկացիա, Արցախի մասին երգում եք, որ ինչ անեք, կամ ասում եք նախկինները նախնիները։ Դե տենց էլ ասում են, արդեն ասում են, պարոն Դանիել, չի, արդեն ասում են։ Հիմա դե թուղթ գրիչի վրա գրի մեր ժողովրդին ասա, վաղը երգելու համար ենք դատելու, այն որ նաև այն շրջանակներում է տեղավորվում, որ ասում էր սեպարատի բան, չէ, ինչ որ բան էր ասում, չէ, որ նացիոնալիզմի տարերը պետք է բան ազգայնականների եւ այլ եւ այլ։ Հիմա կարա երկը, չէ, մեկը որ ասի ախպեր, ես արցախցի եմ, դու պրովոկ սադրում ես, սա կարող բան անեն, հարձակվում մեր վրա։ Ոնց դու Արցախ, մի ասի Արցախցի եմ, ասա ես արմատներս չգիտեմ։ Խելագարության է տանում սա, ժողովուրդ ջան, սա խելագարություն է։
Սա ես չեմ հասկանում, մարդ մեռնելու բան է։ Ամոթից գետինն ես մտնում։ Ամոթից գետին ես մտնում։ Տեսակ ինչ աղավ, երրաբլուրում գնում էր, սկզբից ծնկում էր, հետո եսի մինչև, հետո մի քանի րոպե հետո այդ ծնողներին, որոնց շիրիմներին կեղծ ծնկի էր գալի, այդ մարդկանցին չէր ջարդում, դուբինկաներով ու բաներով չէին բանանում, այդ մարդկանց տեսել ենք էլի ակցիաների բանի ժամանակին ոնց են վերաբերվում, տեսել ենք երրաբլուրի ոնց են վերաբերվում, տեսնենք ոնց են տանում այդ մարդկանց, շինծու գործեր սարքում, հերոսացին ծնողներին դատում։ Բայց մարդիկ այս պատկերը տեսնելով ձեռը կգնա նորից են բանանում, սրանք քվեկը տա, քվետա որ ինչ անի, որ զոհվածի ծնողին բան անի, ծեծու ջարդ անի, քվետա որ նորից էլի նոր զիջումներ անի, հետո էլ ասենք Կոմիտասը Հայաստանա եւ վերջ, կամ բանը նորքը Հայաստանա եւ վերջ։ Պարոն Դանելյան, առաջիկայում ինչ եք պատրաստվում անել, արդեն ճիշտ է, նախընտրական քարոզարշավը դեռ մայիս ամսին է մեկնարկելու, բայց ձեր ծրագրային հիմնական դրույթների ներկայացումը, քաղաքացիների հետ որոշակի հանդիպումների այդ շրջանակը երբ եք արդեն ցույց դնելու եւ ինչ եք անելու այդ առաջիկա քայլերը։ Մենք պետք է ակտիվ աշխատենք մեր հայրենակիցների հետ։ Յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է մեզ համար, բնականաբար ռացիոնալ կարծիքներն ու ռացիոնալ դատողությունները։ Մենք առաջիկայում շատ հիմա էլ ակտիվ մարզային այցելություններ ենք անում եւ դա կշարունակվի, շարունակական կլինի։ Մենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք պարտավոր ենք այցելել մեր հայրենակիցներին անմիջական շփումների միջոցով վերահաս վտանգները բացահայտենք, մեր տեսլականը ներկայացնենք, ինչ ենք, ոնց ենք մենք պատկերացնում, որովհետև մեր հասարակության մեջ կա մի շերտ, որին հետաքրքիր է, որին կարևոր է սոցիալական խնդիրներն ու սոցիալական հարցերը։ Իդեպ այն թյուր կարծիքը, որ կա, որ մենք սոցիալական հարցերին ուշադրություն չենք դարձնում, ես տենց սոցիալական խնդիր չկա, որ բացարձակ չլինեմ ազգային ժողովում։ Տենց մի հատ խումբ չկա, որ դուք սոցիալական թեմաներով շատ ակտիվ եք, ես որ հետևում եմ։ Հա, տենց մի հատ խումբ չկա, որ ասենք իրանց հետ մինչև մի կապը գյուղատնտեսներ կլինեն, ավտոներ կլինեն։ Իսկ այդ բարձրացած հարցերի լուծումներ եղել են, պարոն Դանելյան։ Բարձրաձայնել եք, բայց ԿՊ-ն, արդյունքում ԿՊ-ն է լուծում տվողը, լուծում տվել է։ Ես ձեզ սենց ասեմ, էլի, հիմնական գլոբալ ռազմավարության փոփոխություն չի եղել, որ ասենք այդ տնտեսվարողը, օրինակ, ավտոներ կրողն է, չէ՞։ Հսկայական միջև իր գալն է, հսկայական միլիոնավոր դոլարներ էր մտնում Հայաստանի բյուջե։ Ինչ արեցին։ Այնքան նեղեցին այդ բիզնեսին, այնքան շրջանակը փոքրացրին, այնքան խնդիրներ ստեղծեցին, որ հիմա այդ ավտոներ կրողների շատ քիչ տոկոսն է, չնչին տոկոսը, մի քանի տոկոսն է, որ այդ գործով զբաղվում է։ Գնացել են այլ երկրներ ավելի հարմար պայմաններով անում են։ Նույնը նաև ձկնաբույսների խնդիրն է, որ հիմա դատական քաշքշուկների մեջ են։ Նույնը հիմա բեռնափոխադրողների խնդիրն է, որ այդ մարդկանց անտիրական թողել է, որ մի հատ էլ հարց է տալի, ասում է, սա դրանք է։ Ասենք պատկերացնում եք, մարդիկ այնտեղ փողի դիմաց, կաշառքի դիմաց ստիպված են իրենց խնդիրները լուծել ու չգիտես ում հետ է սա փող կապակցված, որտեղ է տանում այդ արմատները, որտեղ է տանում ինչ անում։ Այո։ Հիմա, ասենք, բոլորն էլ խնդիրների մեջ են։ Ու այս մեր հասարակության տարբեր շերտերին անտեր են թողել այս մարդիկ։ Ու պոպուլիստական կարող է երկու քայլ անեն, ռիլեր անեն, նկարեն, ձևական եսի ինչեր անեն, բան անեն։ Բայց խորքային խնդիրները կա։ Եվ հարցը ոչ միայն անվտանգային հարցերում է, այլ բոլոր։ Եվ սոցիալական, եւ կրթություն, առողջապահություն էս ինչ է։ Առողջապահություն, շրջակա միջավայրը, թունավոր ծուխը, որ բանեն ասում են, բանը ասում է, Երևանը աշխարհագրական դիրքից է։ Հիմա Արգիշտի թագավորն է մեղավոր։ Երևանը հիմնել, աշխարհագրական դիրքից է։ Քաղցկեղածին օդ է շնչում Երևան քաղաքը։ Երևանը սարսափելի է։ Այս խայտարակ էս խցանումները որ կա։ Երևան քաղաքում մի հատ էստակադ է, մի հատ թունել, այսքան տարիների ընթացքում չեն կառուցել։ Մի հատ չգիտեմ որ ինչ էլ որ կար հանուն արդարության մեր նախորդ իշխանությունների ժամանակ Աջափնյակի մետրով էլ նա գնում գալիս ենք հա ես այսօր Աջափնյակի մետրով եմ եկել Պարոն Դանելյան ես հուսով եմ որ չգիտեմ մենք հունիսի 7-ից հետո պետք է իրականում առանցնիկոլ Հայաստան ունենանք ես այդ հույսով եմ ամեն օր քնում եւ արթնանում եւ այդ ամենը իրականացնելը այո առաջին հերթին մեր քաղաքացու քվեից է կախված բայց նաեւ ընդդիմության
ճիշտ աշխատանքի արդյունքն է, պարոն Դանելյան։ Ես շատ ուզում եմ, որ այդ բլոկները, որը ձևավորվել է արդեն քիչ թե շատ, հա, արդեն կարծես թե մոտավորապես այդ խճանկարը, խճապատկերը երևում է անդիմության, ամեն մեկը իր տեղում կարողանա հստակ կողմնորոշի մեր քաղաքացուն, որպեսզի անդիմությունը, հավաքական անդիմությունը կարողանա հաղթել։ Այո, դուք ճիշտ եք ասում, առաջին բանը, որ պետք է իշխանափոխությունից լինի, այս ատելության մթնոլորտի վերացումն է, որովհետև մեր ազգին մեկը այդ ներազգային այս պարակտումը, որ սրանք են մցրել, սա պետք է վերանա։ Մենք պետք է ստեղծենք կադրային բանկ, դրա ուղղությամբ աշխատանք ենք տան բոլոր կարող ուժերը, կարող անհատները, գիտելիք ունեցող, փորձ ունեցող, աշխարհով մեկ մեր սփյուռքը պետք է օգտագործենք մեր մեջքը շտկելու առաջ գնալու։ Դե շատ վատ վիճակում ենք ահագին գործ կանելու, Աստված առաջ ոնց ասում են, շնորհակալ եմ, պարոն Դանելյան, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել էի Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանին, լավ մնացեք պարոն Դանելյան, իսկ մենք, հարգելի հետևորդներ, հեռուստադիտողները, կհանդիպենք 5 շաբթի օրը, լավ մնացեք առայժմ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ